Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ ուրոլոգ, մուժիկ եմ տղամարդու առողջության հարթակի համակարգող Գևորգ Գրիգորյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ եք։ Գոնե մենք մեր հաղորդումների ընթացքում շատ հաճախ խոսում ենք կնոջ առողջության մասին։ Հասարակական բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք կարևորում եւ բարձրաձայնում են կնոջ առողջությունը։ Նաեւ պետական բազմաթիվ սկրինինգային ծրագրեր կան, որոնք բարձրաձայնում եւ կարևորում են կնոջ առողջությունը։ Բայց տղամարդիկ մնում են ստվերում։ Հիմա ես ուզում եմ կարծրատիպը կոտրել եւ այս հաղորդման ընթացքում խոսել տղամարդկանց առողջության մասին, նշել, որ դա շատ կարեւոր է, առանցքային է, նաեւ համապետական նշանակություն ունի, եւ այս հաղորդման ընթացքում խոսենք այն բոլոր խնդիրների մասին, որոնք որպես մասնագետ գտնում եք, որ իսկապես առաջնային են ու նաեւ մտահոգիչ։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ տենց ծավալուն ներկայացում արեցիք, կարող եմ ես այլևս բանել չխոսել, դուք այո, շատ ճիշտ ներկայացրեցիք։ Խնդիրը կայանում է նրանում, որ մեզ մոտ մեր հասարակության մեջ, ինչպես նաև կովկասյան երկրների շատ տարբեր երկրներում տղամարդու դաստիարակչական մշակույթը փոքր ժամանակվանից կայանում է նրանում, որ մի լացի, դու հողազիկ չես, որ լացում ես, դու երբեք թույլ չես, դու միշտ ուժեղ ես, դու միշտ կարող ես եւ այլն, ու տղամարդու մոտ այդ կոմպլեքսը, այդ բարդույթը, որ ինքը չի կարա հիվանդանա, թե չէ, ճակերտավոր ասած իրանք ասեն հո դու ղզիկ չես։ Իր մոտ դա ձևավորվում է որպես բնավորության գիծ եւ հենց այդ պատճառով տղամարդիկ մինչեւ այն ժողովրդական լեզվով ասած դանակը ոսկորին չի հասնում, չեն գնում ոչ մի բժշկի մոտ։ Խնդիր դա բավականին լուրջ խնդիր է։ Մյուս կողմից ձեր ասած, որ անհավասար պայմաններ են տղամարդկանց եւ կանանց միջեւ, դա համաշխարհային տրենդ է, այսինքն ամբողջ աշխարհում տղամարդուն փորձում են մղել երկրորդ պլան, կնոջը բերել առաջ, մենք բացարձակապես վատ բան չեմ տեսնում, կինը նույնպես լի իրավ անդամ է հասարակության, ինչպես նաեւ տղամարդը, բայց կնոջը տղամարդու հաշվին առաջ բերել կամ հակառակը անել, դա ոչ միայն էթիկապես սխալ է, ես բժշկի տեսանկյունից եմ ասում, այլ նաև մարդկայնորեն էլ է սխալ, որովհետև կինը եւ տղամարդը յուրաքանչյուրը այս կյանքում ունի իր դերը, օրինակ կինը իր առավելությունները ունի ինչ-որ XY հարցերում, որը որ տղամարդը երբեք չի կարող ունենալ։ Նույնը տղամարդը իր առավելությունները ունի, այսինքն մենք դնենք համեմատենք իրար միմյանց հետ ու ասենք, չգիտեմ, կինը կարող է, տղամարդը չի կարող կամ հակառակը, դա սխալ է։ Այնինչ համաշխարհային տրենդի դեմ պայքարելը մի փոքր անիմաստ զբաղմունք է, որտեղ անիմաստ ժամանակ է ծախսելու եւ այն ֆինանսները, որոնք որ դրված են այդ տրենդը զարգացնելու մեջ, միևնույնն է հաղթելու են։ Հիմա, որպեսզի մենք չհակադրվենք կնոջ առողջությանը, կնոջ գործարարությանը, կնոջ մեծարման տրենդին, ես ավելի շատ կձգտեմ այնպիսի խորհուրդներ տալ եւ այն խնդիրների մասին բարձրաձայնել, որոնք որ հենց տղամարդուն տղամարդ են պահում, որովհետև կան առողջական որոշակի խնդիրներ, որոնց խաթարման պարագայում, օրինակ որոնց արկայության պարագայում տղամարդը ոչ միայն դառնում է հիվանդ մարդ, այլ նաև զուտ հոգեբանորեն իր մոտ կոտրվում է իր աչքերի առջև իր ամբողջ կյանքը։ Չենք կարող խոսել ամբողջ տղամարդու առողջության կոնցեպտից, ցավոք, բայց այս ամսվա ընթացքում, նոյեմբերի ընթացքում, ես շատ շնորհակալ եմ, որ կանչել եք, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ բարձրաձայնել այդ տղամարդու առողջության, մենտալ առողջության, ֆիզիկական, սեռական առողջության խնդիրները, որովհետև աշխարհում նոյեմբեր ամիսը կոչվում է Movember, այսինքն Movember այդ անգլերեն մոստաշ, այսինքն բեխեր եւ նոյեմբեր ամիսների ոնց որ գումարած մի բառն է, դա համաշխարհային ուղղություն է, որտեղ որ բարձրաձայնվում են այդ խնդիրները, ու ամենաառաջի խնդիրը, որը ես շատ կուզեի բարձրաձայնել հենց ձեր եթերից, դա շագանակագեղձի քաղցկեղի խնդիրն է, որը որ աշխարհի զարգացած երկրներում, նաև շատ ոչ զարգացած կամ զարգացող երկրներում շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգը կիրառվում է։ Մեր երկրում ցավոք, ինչպես դուք նշեցիք, բազմաթիվ ծրագրեր կան կնոջ առողջության
պահպանման համար ու ես կողմ եմ որպեսզի իրենք կրկնապատկվեն, եռապատկվեն, բայց օրինակ տղամարդու առողջության պահպանման տեսանկյունից մի հատ պրոստատ սպეციფიկ անտիգենի անալիզը ներդնել սկրինինգային ծրագրի մեջ, չեմ կարծում, որ տենց շատ բարդ բան էր։ Այսինքն ծախսատար է, որ չենք անում։ Ոչ, եթե ինքնարժեքով փորձենք հաշվարկել, մեկ անալիզի արժեքը 2700 դրամի կարգի է գալիս, այն էլ եթե մենք անենք օրինակ 10000 այդպիսի անալիզ, իսկ սկրինինգը 10000, 100000 այդպիսի թվերի մասին է, ոչ թե 1-2 հատ անալիզի, եթե սկրինինգ անենք, նույնիսկ կեսգինը կարող է այդ իմ նշած թվի դառնալ, այսինքն ինքը ծախսատար չի։ Բայց կյանք է փրկելու, որտեղ օրինակ Ամերիկայում տենց ասացված կա, ասում են տղամարդիկ մահանում են կամ շագանակագեղձի քաղցկեղից, կամ շագանակագեղձի քաղցկեղով։ Այսինքն դա այնքան տարածված է բոլոր տղամարդկանց շրջանում, 40 անց տղամարդկանց շրջանում, որ նույնիսկ այդպիսի ասացվածքներ կան։ Ինչևից է, շագանակագեղձի քաղցկեղը նրանով է շատ վտանգավոր, որ գրեթե նույն ախտանիշները ունի, ինչը որ շագանակագեղձի բարորակ գերաճը, այսինքն միզարձակման խանգարումներն են, դժվարամիզությունն է, հաճախացած միզարձակությունն է, գիշերային հաճախացած միզարձակությունն է, եւ եթե մենք ուզում ենք, որ տղամարդիկ, օրինակ, շագանակագեղձի քաղցկեղ ունենալու պարագայում նույնիսկ ժամանակին բուժվեն եւ չմահանան, ապա պետք է այնպես անենք, որ 40-անց յուրաքանչյուր տղամարդ գոնե նման գանգատ ունենալու պարագայում անպայման գնա ուրոլոգի, իսկ չունենալու պարագայում տարեկան 1 անգամ գնա ուրոլոգի մոտ, որտեղ այդ 1 անգամ գնալը կարող է իր կյանքը փրկել իրականում։ Ինչքան ժամանակ կխլի տղամարդուց, եթե ինքը օրինակ գնա ուրոլոգի մոտ այս սկրինինգային հետազոտման համար։ Որտեղ բոլորը ինչ եմ սա հարցնում, բոլորն ասում են ես ժամանակ չունեմ։ Այդ ժամանակը ուզում հասկանամ ավելի կարևոր ինչի վրա են ծախսում, քան առողջությունն է, որովհետև հիվանդ մարդը չի կարող հասարակության, այսպես ասած, հասարակության մեջ այնպես ինտեգրվել, ոնց որ կինտեգրվեր առողջ մարդը, որտեղ դա բավականին լուրջ խնդիր է եւ նույնիսկ այն ժամանակը, որը տղամարդը ծախսում է ընտանիքը պահելու, կնոջը ապահովելու, երեխաների ապագան կառուցելու վրա, հավատացած եղեք, որ այդ կնոջը եւ այդ երեխային հիվանդ տղամարդը ավելի մեծ բեռ է, քան օրինակ այդ ժամանակը, եթե ինքը այդքան ժամանակ գումար քիչ աշխատի, որ ինքը պետք է գնար սկրինինգային հետազոտության։ Սկրինինգը հիմնականում դասական եռյակն է, դա պրոստատ սպეციფიկ անտիգենն է, որը մի քանի ժամվա ընթացքում պատրաստ է ալնում, սոնոգրաֆիան է, որպեսզի տեսնենք շագանակագեղձի ընդհանուր վիճակը, եթե չունի ոչ մի գանգատ, մեկ էլ ուրոլոգի խորհրդատվությունն է, որ ուրոլոգը այդ նայում է սոնոգրաֆիայի պատասխանը, PSA-ի պատասխանը եւ ասում է օրինակ, չգիտեմ, գնա 1 տարուց կգաս, կամ ասում է, որ ունես ինչ որ խնդիր, պետք է կամ հետազոտվել, կամ անցնել բուժման։ Շատ ժամանակատար չի, ինքը կարող է։ Որտեղից պիտի սկսենք այս կարևոր փուլը, որովհետև մենք ծայրահեղություն ունենք, չէ՞, կամ գնում ենք բժշկի, մտածում ենք, որ բժիշկը պիտի բոլոր հետազոտությունները միայն աչքով անի, եւ հակառակը գնում ենք բժշկի, մի հատ sense մեծ փաթեթով, որոնք մեծամասն բժիշկն ասում է, որ պետք է չէր հանձնել։ Տեսեք, պետք է սկսել բժշկի հետ խորհրդատվությունից, որովհետև դուք կարող եք ունենալ մեծ փաթեթ հետազոտությունների, որոնք որ սեփական որոշմամբ գնաք հանձնեք եւ ոչ ոք ձեզ դա չի արգելում, եթե մարդը ուզում է հետազոտվի, թող գնա հետազոտվի, սակայն բժիշկը այդ բոլոր հետազոտություններից ընտրում է այն հետազոտությունները, որոնք թիրախային ինչ-որ բան կախտորոշեն կամ կհերքեն եւ բժշկի խորհրդատվության գաղափարը հենց այնտեղ է, որ պացիենտը չի հասկանում ինչ պետք է ինքը հանձնի։ Պարտավորը չի հասկանում։ Այո, եւ բժշկի խորհրդատվությունը հենց այդ ֆիլտրն է հանդիսանում, ինչը հետազոտություն ինքը անցնի, որ հասկանանք հիվանդություն ունի կամ չունի եւ այլն։ Սակայն մարդկանց ընկալման մեջ բժիշկը իրան անիմաստ հետազոտող, անտեղի բուժումներ գրող եւ այլն, այո, ինչ որ այսենց կարծրատիպ կա ձևավորված շատերի մեջ եւ այդ կարծրատիպի մեղավորը իրականում ոչ բժիշկն է, ոչ պացիենտը։ Ես բազմաթիվ անգամ տարբեր հարթակներում դրա մասին խոսել եմ, դա համակարգի ոչ թափանցիկ լինելն է, այսինքն պացիենտի համար կանխատեսելի չի բժիշկը, իսկ բժիշկի համար կանխատեսելի չի պացիենտի վարքը, երբ որ մենք խոսում ենք համակարգային լուծումներից, պատկերացրեցիք, չէ՞։ Եվ դրա պատճառով էլ այս անդունդը կա բժշկի եւ պացիենտի մեջ։ Հիմա շատ չխորանամ այդ Բայց այլ տեղից շարժվում է, սա էլ պետք է ֆիքսենք։ Տա Աստված թող շարժվի, տա Աստված թող
ճիշտ հաշվարկ դրվի այդ ամենի տակը, թող ճիշտ կանխատեսում արվի եւ թող մեր բնակիչները առողջ լինեն։ Դա առաջի խնդիրն էր, որի մասին ուզում էի խոսել, դա պրոստատիկ աղցկեղներ։ Մյուս խնդիրը, որ իրականում բարձրաձայնման կարիք ունի, դա երիտասարդների մեջ հիպոգոնադիզմն է, այսինքն տղամարդիկ, երիտասարդ տղաներ, ովքեր ունեն շատ ավելորդ քաշ, ունեն ճարպակալում կնոջ ձևով, այսինքն ուսերը նեղ, կոնքը լայն, կրծքերով, մեծ փորով, դա բավականին լուրջ խնդիր է, ես հասկանում եմ եւ չեմ ուզում, որ որևէ տղամարդ իրեն կոմպլեքսավորված զգա կամ ոնց որ պարփակվի դրա պատճառով, բայց դա խնդիր է, որի դեմ պետք է պայքարի թե երիտասարդը, թե երիտասարդի ծնողը։ Այսինքն նյութափոխանակային խանգարումները, հորմոնային խանգարումները, որոնք որ եթե նույնիսկ հիմա փողոց դուրս գա, կտեսնեք 10-ից 3-ը 4-ը այդպիսի մարմնակազմությունով տղամարդիկ են։ Մանուկ ժամանակվանից կարելի է նկատել։ Այո, մանուկ ժամանակ մաման ասում է ուտող երեխա է, բայց դա ուտող երեխու հետ կապ չունի, ուտող երեխան պետք է չափավոր ուտի։ Շատ ուտելը երբեք ոչ մեկին օգուտ չի տվել։ Այո, պետք է փոքր ժամանակվանից հսկել, իսկ հիմա պետք է դրա դեմ պայքարել։ Ես տեսնում եմ օրինակ ինչպես մեր գործընկերները տարբեր մարզասրահներից ակտիվորեն գովազդում են իրենց ծառայությունները, նիհարելու քարոզ են անում եւ այլն, բայց ինչպես տեսնում ենք դա բավարար չէ, թե բժիշկի եւ թե մարզիչների քարոզը ոչ միշտ է որ տեղ է հասնում։ Անհրաժեշտ է սահմանել կոպիտ ասած պետական ինչ-որ ծրագիր, որտեղ որը ոչ թե կզբաղվի այսպես ժողովրդական լեզվով ասած body shaming-ով, այլ կձգտի արտոնություններ տալ սեփական քաշը նվազեցնող մարդկանց, կձգտի արտոնություններ տալ այն մարդկանց, ովքեր որ առողջ ապրելակերպով են ապրում, վնասակար սովորություններ չեն կիրառում եւ այլն եւ այլն։ Դա մյուս խնդիրն է։ Միջայլոց ներողություն վերջերս տեսա, եթե չեմ սխալվում, Չինաստանում էր, ռեստորանում որքան քիչ էր քաշը, այնքան ավելի մեծ զեղչ էր ստանում, նույնիսկ հատուկ անցակետեր ունեին, եթե կարողանում էր դրա միջով անցնել, ու կարող էր անվճար սնվել։ Եվ դա մոտիվացնող գործոններից մեկն է, այսինքն խոսքը գնում է հենց նման նախագծերի, նման արշավների մասին, որը կարծում եմ, որ փոքր երկրներում ճիշտ կլինի, որ պետական հովանու ներքո լինեն, եւ լայնորեն տարածվեն եւ կիրառվեն, այսինքն մենք պետք է հասկանանք, որ պատերազմող երկրում տղամարդու առողջությունը պետք է լինի թիվ 1 առաջնահերթությունների, այսպես ասած, շարքում եւ ուղղակիորեն թողնել տղամարդուն ոնց որ միայնակ իր հիվանդության իր խնդրի հետ, կարծում եմ, որ անարդար է, որովհետեւ ի վերջո կրկնեմ ցանկացած տղամարդ իրավունք ունի առողջ լինի եւ ցանկացած տղամարդ իրավունք ունի օգտվի նույնպես պետական աջակցության տարբեր ծրագրերից եւ ոչ միտեղ գրված չի, որ օրինակ մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտությունը պետք է պետության հովանու ներքո լինի, իսկ օրինակ PSA-ը ոչ միտեղ գրված չի, որ պապ քսուկը պետք է պետության հովանու ներքո լինի, իսկ օրինակ ամորձիների սոնոգրաֆիան ոչ, սերմի քննությունը ոչ, այսինքն մենք մի շարք խնդիրներ ունենք, որտեղ որ տղամարդիկ բավականին ճակերտավոր ասած տուժած են, որտեղ ի սկզբանե դա թե պատմական է եկած, թե սովորույթային հարց է, թե վարքային հարց է, տղամարդիկ միջինում 7-ից 10 տարի ավելի կարճ են ապրում, քան կանայք եւ այդ կարճ կյանքը գոնե պետքա որակապես չտուժի։ Դուք գործող բժիշկ եք, պրակտիկ բժիշկ եք։ Այո։ Եվ այնպես չի, որ երեկվանից եք սկսել աշխատել, նույնիսկ կարող եք ձեզ թույլ տալ ստատիստիկա ներկայացնելու։ Հիմնականում տարիքային այն խմբերն եմ ուզում առանձնացնեք, որոնք սկսել են ավելի ուշադիր լինել եւ հակառակ այն տարիքային խմբերը, որոնք մնացել են ստվերում, բայց եւ այնպես պետք է անպայման ուշադիր լինեն, որովհետեւ Ես անկեղծ ձեզ ասեմ, ես 2011 թվականից իմ արձինատուրան ավարտելու օրվանից ես ինքնուրույն աշխատող մասնագետ եմ, սակայն այս տարիների ընթացքում ես տեսել եմ մեկ բան եւ դա իմ համար աքսիոմ է դարձել, տղամարդուն բժշկի տանող ուժը դա իր կինն է։ Կինն է տղամարդուն բժշկի տանում, օրինակ երեխային մայրն է տանում, սեռահասուն տղամարդուն իր ընկերուհին կամ կինը տարեցին իր աղջիկը։ Ոչ մի տղամարդ
չի վերկանում, եթե իր մոտ անհետաձգելի խնդիր չկա, չի վերկանում ու ասում, այ գնամ բժշկի։ Մի հատ բացառություն կա, դա սեռական ֆունկցիայի խանգարումն է, որ հենց որ տղամարդը զգում է, որ իր մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հաջորդ օրը նա պատրաստ է, չգիտեմ, տարածություններ կտրի, ժամանակ գտնի իր այդ զբաղված գրաֆիկում եւ այլն եւ գա բժշկի, որտեղ այդ հիվանդությունը, նույն էրեկցիլ ֆունկցիայի խանգարումն է, բավականին լուրջ կարող է հոգեբանական այնպես բացասաբար անդրադառնալ տղամարդու վրա, որ ընդհանուր մինչև տղամարդը գործի ինքնասպանություն։ Այսինքն կանանց մոտ օրինակ սեռական կյանքը այդքան առաջնային դեր չի զբաղեցնում, իսկ տղամարդկանց մոտ եթե ինքը սեռականապես գեղեցկության վրա է ազդում, վազելով գնա։ Այո, կանայք ունեն իրենց, այսպես ասած, նրբությունները, տղամարդիկ իրենց, տղամարդու մոտ եթե սեռական ֆունկցիայի հետ կապված խնդիր կա, ինքը բժշկի դռան դիմացնա։ Եթե չէ, մնացածը պետք է արունահոսի, պետք է ջերմությունը շատ բարձր լինի, պետք է այնպես ինչ որ անհետաձգելի բան լինի, որ տղամարդը ասի, հա, չէ, ոնց որ թե չեմ կարողանում, օրինակ թեյ խմելով կամ տնական օղի խմելով ինքս ինձ բուժեմ, գնամ բժշկի։ Այդ ժողովրդական մեթոդներն էլ տղամարդկանց մոտ ավելի լայնորեն են կիրառվում իդեպ ասեմ, քան կանանց մոտ, որտեղ տղամարդը մտածում է օրինակ, հա հետո ինչ 38 աստիճան ջերմություն ունեմ, ավելի լավ է սա օղին կխմեմ, ջերմությունս կիջնի առանց հասկանալու, որ դա կարող է նաև շատ լուրջ վնասել իրեն։ Ցավալի է, բայց դա այդպես է։ Ունենք այն ինչ ունենք, այսինքն պետք է նաև աշխատենք կանանց հետ, որպեսզի կանայք հասկանան ինչքան կարևոր է տղամարդու առողջությունը, որ քանի որ իրենք են ուղղորդողը, ավելի շուտ եւ ավելի արագ, երբեմն նաև դեմ չեմ ես հարցում բռնի ուժ կիրառելով բերել բժշկի մոտ։ Ես բռնության ցանկացած տեսակին եմ դեմ, բայց ասեմ մի բան, որ ես արդեն բազում տարիներ ես հենց կանանց հետ էլ կանանց համար էլ աշխատում եմ, այսինքն ես գիտակցում եմ, որ տղամարդը չի գալու, բայց իր կինը երբ որ հասկանում է, որ իր տղամարդուն պետք է ցանկացած կերպով կարողանում է բերել, իսկ կնոջ բռնությունը դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական բռնություն է, որտեղ առավոտից երեկո այնքան է խոսում, մինչև տղամարդը համոզվում է, որ ինքը պետք է գնա բժշկի, այնքան որ չխոսա կինը։ Դե հանձնվում է։ Այո, հանձնվում է։ Այո, համակարծիք եմ։ Մենք ինչքան էլ շրջանցենք բոլոր թեմաները, այնուամենայնիվ ինչպես նշեցիք, սովորաբար այսպես է, մենք խոսում ենք տղամարդու խնդիրներից, չգիտեմ ինչի, առաջինը հենց մտածում ենք շագանակագեղձի քաղցկեղը։ Ու քանի որ սա արդեն այսպես ընդունված մտածելակերպ է, այս դեպքում մենք խոսեցինք, որ վատ է, բայց ուզում եմ նաև հույս տանք տղամարդկանց, որ կա նաև լուծում։ Եվ հենց այս լուծման մասին եմ ուզում նաև բարձրաձայնել։ Ուրեմն ցանկացած ուրոլոգիական խնդիր ժամանակին եթե ախտորոշվում է, դա բուժվում է։ Կլինի դա ուրոլոգիական քաղցկեղը, կլինի անպտղությունը, կլինի շատ տարբեր հիվանդություններ եւ եթե ժամանակին ուղղակի տարին մեկ անգամ տղամարդը դիմի ուրոլոգի եւ ստանա խորհրդատվություն անպայման չի բուժում, եթե նույնիսկ ինչ որ տարիներից մեկում հայտնվի խնդիր, այդ խնդիրը բժիշկն էլ պացիենտն էլ իմանալու են, որ այդ տարվա ընթացքում է հայտնաբերվել զարգացել, ոչ թե պացիենտը գալիս է, չգիտեմ, 3-4 աստիճանի քաղցկեղով եւ մենք չգիտենք ինչքան ժամանակ է իր մոտ այդ քաղցկեղը իր օրգանիզմում առկա եւ դա էլ այդ պատմությունը հիվանդության զարգացման շատ մեծ դեր ունի բժշկի կայացրած որոշումների բուժման արդյունքի դրական լինելու արդյունքի հավանականության եւ բուժման մեթոդի ընտրության վրա, այսինքն ուղղակիորեն տղամարդուն պետք է տարեկան մեկ անգամ ուղարկել բժշկի, հասկանում եմ բարդ է, բայց պարտադիր է։ Այդ տարին մեկ անգամը ոսկե ժամանակահատված է, չի կարող լինել դեպք, երբ մեկ տար, իսկապես այդ մեկ տարվա սկզբունքը պահվել է, բայց այնպիսի մի խնդիր է, որ կարող է կյանք արժանալ, բայց այդ մեկ տարվա մեջ լինել։ Հիմա մենք խոսում ենք սկրինինգային հետազոտությունից, որ մարդը գանգատ չունի, ինքը ուղղակիորեն գնում է բժշկի տարին մեկ անգամ, դա ապացուցված փաստ է ամբողջ աշխարհում, որ դա բավարար է։ Սակայն տարեկան մեկ անգամ գնալու պարագայում բժիշկը եթե ինչ-որ բան կասկածի, կարող է ասի հաջորդ հետազոտությունը տարի 6 ամիս կամ 4 ամիս կամ 8 ամիս հետո անենք։ Ոչ թե հաջորդ տարի, բայց դրա համար պետք է լինի ցուցում, իսկ զուտ վերցնենք մարդուն, դարձնենք պարանոիկ, որ ինքը անընդհատ գնա, անընդհատ հետազոտվի եւ այլն, դա էլ պետք չի, չէ, զուտ թող տարին մեկ մոտենան բժշկի, բժիշկը մնացած ամեն բան կկարգավորի։ Դուք որպես ուրոլոգ, ինչ չեք անում կամ ինչ եք անում, որը կարող եք խորհուրդ տալ բոլոր նրանց, բոլոր այն տղամարդկանց, ովքեր այս պահին լսում կամ դիտում են մեզ։
ինչ չեմ անում կամ ինչ եմ անում։ Ֆիզիկական ակտիվությունս եմ բարձրացնում, որը խորհուրդ կտամ բոլոր տղամարդկանց, որտեղ հիպոդինամիան բերում է քաշի ավելացման, բերում է կանգային երևույթների կոնքում եւ այլն եւ այլն։ Դա անում եմ։ Ինչ չեմ անում։ Ոչ մի տեսակի թմրանյութ չեմ օգտագործում։ Ինչը խորհուրդ կտամ բոլորին, որովհետև փաստացի այսօր թմրանյութի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում այնպիսի մակարդակի է հասել, որ ինձ թվում է հացի խանութից էլ կկարողանան ձեռք բերեն։ Մի օգտագործեք որևէ տեսակի թմրանյութ։ Դա իմ կոչն է, հորդորն է բոլոր տղամարդկանց, նաև կանանց։ Ինչը պետք է անել, եթե օրինակ դուք աշխատում եք գրասենյակներում։ Ցանկալի է ժամը 1 20-ից 30 կքանի ստանեք, ելի նստեք, շարունակեք ձեր գրասենյակային աշխատանքը։ Ցանկալի է երեկոյան կամ առավոտյան գոնե 40 րոպեից մի ժամ տրամադրել քայլելուն, օրինակ ես շուն ունեմ, ում հետ որ առավոտյան ուզեմ չէ, ես մեծ սիրով եմ դա անում, առավոտյան ժամը 5:30-ից մինչև ժամը 7-ը, երեկոյան ժամը 10:30-ից մինչև 12-ը մեր, այսպես ասած, շրջայցի ժամերն են։ Դա բերում է նաև նրան, որ ես քայլում եմ, ես անընդհատ նստած չեմ։ 10,000 քայլը դա մինիմալի հարց չի։ 10,000 քայլը դա ուղղակի ինչ որ ցուցանիշ է, որը որ դրվել է, բայց մարդ կարա 5,000 քայլանի, 7,000, 4,000, այդ 10,000-ը, այդ 10,000-ը տենց գրած ստորագրած բան չի։ Ցանկալի է 10-ել, ավելի ցանկալի է 15,000 քայլ։ Ինչի ենք 10,000-ի վրա կանգ առնում։ Օրինակ 16,700 քայլը ավելի ցանկալի է, քան 10,000 քայլը, բայց մարդը պետք է շարժվի, որպեսզի իր արյան շրջանառությունը adekvat լինի, որպեսզի իր նյութափոխանակությունը adekvat լինի, որովհետև նստակյաց կյանքում մարդու նյութափոխանակությունն էլ է շատ լուրջ տուժում, ու մարդը ոչ թե հենց նստելուց է գիրանում, այլ նյութափոխանակության խանգարումից է գիրանում։ Ուստի ես միշտ խորհուրդ եմ տալի, որպեսզի տղամարդիկ, բոլորը, բայց մասնավորապես տղամարդիկ շարժվեն, շատ շարժվեն, շատ քայլեն։ Խորհուրդ կտամ մարզասրահ գնանք ու ոչ թե միայն ծանրություններ բարձրացնելու, այլ ինչ-որ ակտիվ սպորտաձև, չգիտեմ, բռնցքամարտ, կարատե, ձյուդո, ինչ-որ ֆուտբոլ, որևէ ակտիվ սպորտ, որը որ բացի նրանից, որ դու ստատիկ կանգնած, չգիտեմ, թևերի մկանները, մեջքի մկաններն ես ուռացնում, այլ նաև անում ես ինչ-որ վարժություններ կամ զբաղվում ես ինչ-որ գործով, որը որ համակարգային քո օրգանիզմը աշխատացնում է։ Այսինքն, մինչև ես կոպիտ ասած չսովորեցի լողալ, իմ մարմնում կային մկաններ, որոնց տեղը ես նույնիսկ չգիտեի, որ այդտեղ կարա մկան լինի։ Երբ որ սկսում ես լողալ, այդ մկանները սկսում են բռնվել, ու դու զգում ես, որ այստեղ փաստորեն sense մկան կար։ Չեմ խոսում ես բժշկական, անատոմիական գիտելիքի մասին, զգացողության մասին եմ ասում, եւ այդ մկանները, օրինակ, թիակի մեջ մկան կա, որը որ շատ դեպքերում լողի ժամանակ ինքը թուլանում է եւ այսպես ասած տղամարդը մեջքը ավելի հանգիստ է լինում, մեջքի ցավեր չի ունենում եւ այլն, Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ինչքան շատ շարժվենք, ինչքան շատ ակտիվ սպորտով զբաղվենք, ինչքան շատ, ոնց որ ասած, այդ մարմնի խնամքը անենք, այդքան ավելի դա օգուտ է մեր առողջությանը։ Պատասխանը չի ուշանա հաստատ։ Այո, իդեպ խնամքի վերաբերյալ ես ուզում եմ նաև մեր տղամարդկանց ասեմ, որ խնամված տղամարդը չի նշանակում, որ ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունենա, խնամված տղամարդը չի նշանակում, որ ինքը թույլ է դրա համար է խնամվում, ոչ Տղամարդը պետք է խնամված լինի, մաշկի խնամքի մեթոդներից սկսած, վերջացրած բեղմորուսի խնամքով, մազերի խնամքով, սեփական եսը պետք է մի փոքր սիրի տղամարդը, ոչ թե, չգիտեմ, ամառվա այն տապին փարթան բուսականությունը վրան ինքն էլ քրտնի իր բույրով նաև այսպես ասած ներազդի հասարակության այլ անդամների վրա Ինչևից է, դա այն բաները, որոնցից մենք խոսում ենք, իբր բան են, շատ պարզ ճշմարտություններ են, բայց արի ու տես, որ դրա բարձրաձայնման կարիքը իրականում կա, ու ես հաստատ գիտեմ, վստահ եմ, որ ձեր հենց հաղորդման տակ մեկը մտնելու է գրի, այդ ինչ ես ասում, բան եւ այլն։ Մենք այդ տղեն ենք։ Հա, ինչևից է, ի վերջո գալու է այս սերունդը, որը որ արդեն այլ կերպ է մտածում եւ այլ կերպ է վարվում սեփական
մարմնի սեփական Դրա համար հոգու ես հետ։ միշտ ասում եմ, բժշկի գնալը երբեք ամոթ չէ, իսկ առողջ լինելը վաղուց թրենդային է։ Այնպես որ շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս ուրոլոգ, Մուժիկայում տղամարդու առողջության հարթակի համակարգող Գևորգ Գրիգորյանն էր։ Շնորհակալություն մեզ հետ եք, ցտեսություն։